Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջույն պարոն Խզմալյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ինչպես հայտնի է, Հայաստանի արտգործնախարարը գտնվում է Վաշինգտոնում, Միացյալ Նահանգներում, հանդիպում է կայացել Մարկո Ռուբիոյի հետ, պետքարտուղարի հետ եւ եւս մեկ քայլ են դրել Հայաստանը եւ Միացյալ Նահանգները թրիփի հետ կապված փաստաթղթերը ամրագրելու հարցում իհարկե Միրզոյանը ասաց ոչ մի նոր բան չկա, մենք ընդհանրապես ամրագրել ենք այն, ինչ մինչ այժմ պայմանավորվել ենք։ Պարզապես ես մեկ ձևակերպում ներկայացնեմ Ռուբիոյից, մինչ այդ համատեղ ասուլիսը եւ հայտարարությունները Մարկո Ռուբիոն ասաց հետեւյալը, որ Հայաստանը կդառնա թրիփի հետ կապված, նա ասաց, որ Հայաստանը պահպանելու է բոլոր իր իրավասությունները եւ ինքնիշխանությունը, նա ասաց Հայաստանը կդառնա տիպային օրինակ, թե ինչպես կարելի է բացվել բարգավաճման համար։ Այս ձևակերպումը ես ուզում եմ այսպես հնչի եւ ձեր մեկնաբանությունը ստանամ այս ձևակերպման հետ կապված։ Բացվի ինչպես տիպային օրինակ, ինչպես կարելի է բացվել բարգավաճելու համար։ Իմ համեստ կարծիքով 2026 թվականի հունվարին ԱՄՆ պետքարտուղարի այս հայտարարությունը ունի բոլորովին այլ արժեք, իմաստ, բովանդակություն, քան կես տարի առաջ, ավելին քան կես տարի առաջ 2025 թվականի օգոստոսին եւ ես կհանդգնեմ ասել, որ դա իրականում թրիփի հետ կապված չէ։ Թրիփը տվյալ դեպքում ընդհանրապես առիթ է եւ պատահական չէ, որ Ռուբիոն այդ մասին առանձնապես չի ծավալվել։ Կարծում եմ, որ այս հանդիպումը Միացյալ Նահանգների նախաձեռնությունն էր եւ այդ տարբերության, հսկայական տարբերության իմաստը, բովանդակության փոփոխության իմաստը Իրանն է։ Ահա ինչու է Հայաստանը կտրուկ կարևորվում հիմա, որովհետև եթե մենք հիշենք 10 տարի առաջ իրավիճակը 2015-16 թվականներին Միացյալ Նահանգների համար Հայաստանի աշխարհաքաղաքական, քաղաքական, տարածքային, տարածաշրջանային նշանակությունը նախ եւ առաջ կարևորվում էր Իրանի հետ հարաբերությունների տեսակետից։ Եթե հիշենք Միացյալ Նահանգների հսկայական դեսպանատունը Հայաստանում մինչև 2016 թվական, մինչև Թրամփի առաջին ժամկետը հիմնականում սպասարկում էր Իրանի քաղաքացիներին եւ իրանցիները Միացյալ Նահանգներ գնում էին հիմնականում Հայաստանի միջոցով, այստեղ գրեթե ամեն օր ավտոբուսներով գալիս են իրանցիներ վիզաներ ստանալու համար, ուսումնական, կրթական, առողջապահական եւ այլն եւ այլն։ Եվ դեսպանատան մի քանի բաժիններ զգալի տարածք Հայաստանից աշխատում էր Իրանի համար։ Ես պատահական չեմ դա ասում, որովհետեւ Իրանը Միացյալ Նահանգների համար այս տարածաշրջանում եղել էր մինչեւ 79 թիվ 47 տարի առաջ ողջ արևմուտքի համար, բայց հատկապես Միացյալ Նահանգների համար գլխավոր ռազմավարական դաշնակից։ Եվ իսլամական հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգները շատ տարակ նկատեցին, որ Հայաստանը Իրանի համար ունի նույնպես կարևոր նշանակություն, մեր հարաբերությունները յուրահատուկ են եւ կախված չեն Իրանում ռեժիմի փոփոխությունից։ Դա չի կարելի ասել Իրանի եւ այլ հարևանների հարաբերությունների մասին, Ադրբեջանի, Թուրքիայի մասին, որոնք ակնհայտորեն թշնամական էին, մեղմ ասած։ Ամենայն դեպս սառը եւ ոչ այնքան վստահելի, որքան Հայաստանի հետ։ Ահա ինչու Միացյալ Նահանգների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ 25 թվականին, որոնք ամբողջությամբ տեղավորվում էին Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան, այսպես կոչված թրիփի տրամաբանության մեջ, որտեղ Հայաստանն ավելի շատ տարածք էր, օբյեկտ էր աշխարհաքաղաքական օպերացիաների։ Եվ այնտեղ գոյություն չուներ Իրանը, տեսեք, Իրանը այնտեղ ներկա էր որպես թիրախ, որովհետև եւ Իսրայելը, որը լոբինգ էր անում այդ գործարքի համար, դիտում էր Իրանը որպես գլխավոր թշնամի, սակայն ամռանը
շատ բան փոխվեց 12 օրվա պատերազմը փոխեց Իրանի կարգավիճակը եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար եւ եթե նկատենք որ վերջին ամիսներին Իսրայելը զբաղեցրել է գրավել է խիստ հակաթուրքական քաղաքական դիրքորոշում այդ մասին խոսում են եւ պաշտոնական հայտարարությունները օրինակ Իսրայելի Սփյուռքի նախարարը մեկ շաբաթ առաջ հայտարարել է Թուրքիան գլխավոր թշնամի ոչ թե Իրանը այլ Թուրքիան Էրդողանին անվանել է Հիտլեր եւ ասել է որ Թուրքիան արևմտյան քաղաքակրթության հիմնական թշնամին է տարածաշրջանում եւ ոչ միայն Իսրայելը սկսեց կազմել ռազմաքաղաքական դաշինք Թուրքիայի դեմ Հունաստանի եւ Կիպրոսի հետ եւ ակնհայտորեն աշնանը հրավիրում էր Հայաստանին միանալու ամենայն դեպս մերձենալու այս ամենը կտրուկ փոխել է օգոստոսից հետո իրավիճակը իսկ վերջին օրերի դեկտեմբերի վերջից սկսած ապստամբությունը Իրանում որը Միացյալ Նահանգները պաշտոնապես գնահատում են որպես այաթոլլաների կրոնապետական ռեժիմի տապալման անխուսափելի ընթացք եւ հայտարարել են փաստորեն Թրամփի մակարդակով որ օգնությունը մոտ է շարունակեք ապստամբությունը մենք պատրաստվում ենք թիրախավորել եւ արդեն հարվածներ հասնել եւ այլն անպայման չէ որ դա այդպես էլ լինի բայց այն որ Մարկո Ռուբիոն տվյալ դեպքում Թրամփի քաղաքական խոսնակն է եւ այն որ Միացյալ Նահանգների համար Հայաստանը հիմա ունեն բոլորովին այլ նշանակություն դա ակնհայտ է ահա ինչու ես կարծում եմ որ Մարկո Ռուբիոյի հայտարարությունները կես տարի առաջ եւ այս օրերին ունեն բավական տարբեր բովանդակություն եւ Թրիփը այստեղ կապ չունի այսինքն դուք չեք բացառում որ այս այցը Արարատ Միրզոյանի այցը ներկայացում է որպես Թրիփի հետ կապված ինչ որ չգիտեմ փաստաթղթերի ամրագրում թե ինչ նույն Միրզոյան ասած ոչ մի նոր բան չկա այլ ավելի շատ կոնսուլտացիայի համար Իրանի հարցով Ես կարծում եմ, որ Արարատ Միրզոյանը դիվանագիտորեն ակնարկեց հենց այն ինչ դուք ասում եք, երբ որ ոչ մի նոր բան չկա, Միացյալ Նահանգները նման դեպքերում Հայաստանի արտգործնախարարն իրենց մոտ չեն կանչում։ Տրիփը դա ընդամենը շղարշ է, դա ընդամենը առիթ է։ Այո, թեմա է, որի շուրջ իրականում խոսում էր բոլորովին այլ բաների մասին եւ ես վստահ եմ, որ խոսակցությունների, եթե ոչ հիմնական, ապա զգալի մասը վերաբերվում էր Իրանի հետ հարաբերություններին եւ Հայաստանի նոր դերակատարությանը կրկնում եմ արդեն 2 շաբաթ է ինչ Միացյալ Նահանգների եւ ողջ արևմուտքի Եվրամիության տեսակետից Հայաստանը ստանձնում է նոր դեր արդեն դառնում է ոչ թե օբյեկտ այլ սուբյեկտ առաջին անգամ այս տարիների ընթացքում Որպեսզի մի քայլ առաջ դնենք այո տեսնենք այդ ինչ նոր դերի մասին եք դուք խոսում մի քայլ ետ դնեմ եւ փորձենք մի հարցի պատասխանել մենք հրաշալի հիշում ենք Ադրբեջանի դերը Իսրայելի համար Իրանի հարցում դուք հիմա ես ձեզ կխնդրեմ հիմա ասել այն դեպքում երբ Իսրայելը հայտարարում է Թուրքիային համար առաջին թշնամի իրեն արդյոք Իսրայելի համար Ադրբեջանը շարունակում է մնալ այդքան կարևոր նույն Իրանի հարցում սա Իրան Իսրայել ներողություն այո Իրան Իսրայել եւ Ադրբեջան փոխհարաբերություններն են եւ Հայաստանը այս դեպքում արդյոք Միացյալ Նահանգների համար Ադրբեջանը չէ այդ կենտրոնական երկիրը ֆիգուրը, որը կարևոր է Իրանի հետ կապված հարցում, այլ Հայաստանն է արդեն կարևոր դառնում։ Հայաստանն է Միացյալ Նահանգների համար կարևոր երկիր եւ արդյոք Իսրայելի համար եւս կարող է Հայաստանը դառնալ կարևոր երկիր հետագա հարաբերությունները կառուցելու համար Իրանի հետ։ Եթե դուք առաջարկել եք այս հարցը քննարկել եւ մեկ քայլ հետ կատարել, ապա հասկանալու համար այս ամբողջը պետք է կատարենք 2-3 քայլ հետ եւ հիշենք, որ հենց այն տարիներին, երբ որ ստեղծվում էր Իսրայել պետությունը 47, 48, 49 թվականին, շատ կարևոր իրադարձություններ էին տեղի ունենում հյուսիսային Իրանում
Հյուսիսային Իրանը այդ պահին Ստալինի որոշմամբ դառնում էր հարավային Ադրբեջան։ Ոչ բոլորը գիտեն, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Իրանի զգալի մասը օկուպացված էր Կարմիր բանակով։ Եվ Իրանը հանդիսանում էր ամերիկյան օգնության դեպի Սովետական Միություն եկող հիմնական հաբերից մեկը։ Նախիջևանից մինչև Երևան ստուդեբեկերների շարասյունները մեր հին երևանցիները հիշում են, մեր պապերը պատմում են այդ մասին։ Դա Իրանով էր գալիս։ Եվ 45-46 թվականներին Ստալինը որոշեց ստեղծել Թաբրիզում հարավային սոցիալիստական Ադրբեջան։ Եվ պահանջվեցին հսկայական ջանքեր, Միացյալ Նահանգները նաև այդ պատճառով պայթեցրեցին ատոմային ռումբը, ցույց տալու Ստալինին, որ թույլ չեն տալու գրավել, զբաղեցնել, զավթել Իրանի հյուսիսը։ Եվ Իրանում այդ մասին հիշում են շատ լավ։ Սովետական կոմունիստական հանրապետություն Իրանում իրականում այնտեղ երկու հանրապետություն էր, մեկն էլ Ստալինը Քրդստան էր փորձում ստեղծել, եւ 2 տարի այդ տարածքը փաստորեն օկուպացված էր։ Եվ Իրանում դա մղձավանջ է։ Ահա ինչու եմ ես դա հիշում, որովհետեւ Ադրբեջանի հանդեպ, կրկնում եմ, ոչ թե Թուրքիա, այլ հենց Ադրբեջանի հանդեպ Իրանի հարաբերությունները պատմական եւ ոչ այդքան հին անցյալից, ընդամենը մոտ 80 տարի առաջ ստվերված են այս շատ Իրանի համար տհաճ հիշողություններով եւ հետագայում ամբողջ շահի օրոք քաղաքականությունը տոգորված էր այդ տագնապով եւ շատ բան արվում էր, որ նման ոտնձգություն չկրկնվի։ Այդպես որ Ադրբեջանը Իրանի համար եղել եւ մնում է սպառնալիք, գոյաբանական սպառնալիք։ Եվ կապ չունի, որ ռեժիմն է, այաթոլլաներն են, թե ոչ, խոսքը չէ, այստեղ կա տարբերությունն այն էր, որ մենք պետք է հասկանանք ինչու՞մն է տարբերությունը շահական Իրանի եւ իսլամական։ Շահական Իրանը ազգային պետություն էր, բազմազգ, բայց այնուամենայնիվ դա Պարսկաստան էր։ Նա Պարսից շահ էր, նա շարունակում էր 3000-ամյա Ահեմեդիների, Արշակունիների, Արտաշեսյանների, Սասանիդների Պարսկաստանի ավանդույթը։ Իսլամական Իրանը դա ազգային պետություն չէր, դա իսլամական աշխարհի, դա փաստորեն խալիֆատ վերստեղծելու փորձ էր, որտեվ խալիֆատը ոչնչացվեց 1922-23 թվականին, երբ որ իշխանությունից զրկվեց վերջին թուրքական սուլթանը, որը իսլամի խալիֆն էր, եւ այաթոլլահ Խոմեյնին արաբական աշխարհում, թուրքական աշխարհում եւ Պարսկաստանում դիտվում էր որպես ամբողջ իսլամի առաջնորդ, անկախ նրանից ադրբեջանցիներ են, թրքեր են, քրդեր են, արաբներ են, թե պարսիկներ։ Ահա սա շատ կարևոր հանգամանք է, որը պետք է հասկանալ, եթե մենք ուզում ենք ինչ-որ բան հասկանալ այնտեղ։ Եվ Իրանը հիմա իհարկե պատահական չէ, որ շահի անունն է տալիս, այլ ոչ թե այլ ժողովրդավարական, խորհրդարանական հանրապետության, որովհետև Իրանում շատ լավ հասկանում են, որ բազմազգ Իրանը, որի հյուսիսում 1/4 փաստորեն բնակչության ողջ Իրանի, որը կուտակված է, դրանք թրքախոս ադրբեջանցի մարդիկ են, օրինակ այաթոլլա Խամենեին էլ ադրբեջանցի է իմիջիալոց։ Այդպես որ նրանք հասկանում են, որ երկրի պառակտման, բաժանման, տրոհման վտանգը կարող է չեզոքացվել միայն համապետական իշխանության միջոցով եւ շահը այդ առումով լավագույն տարբերակն է։ Եվ Միացյալ Նահանգներում դա շատ լավ հասկանում են, պատահական չէ, որ շահը Ռեզա Փահլավին, ավելի ճիշտ ոչ թե շահը կներեք, այլ Թագաժառանգը Միացյալ Նահանգներում էր ապրում եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, այստեղ երկրորդ կարևորագույն գործոնն է։ Հիմա մեծագույն հույսեր են դնում Իրանի վերադարձի դեպի արևմտյան քաղաքակրթություն, դեպի Իսրայել, դեպի Միացյալ Նահանգներ ու Եվրոպա, այդ դա է խաղակարգը։ Ահա ինչու Հայաստանի դերը որպես քրիստոնյա եւ հնագույն
Իրանի համար շատ ընդունելի, հասկանալի եւ սիրելի հարևան կտրուկ փոխվել է։ Ահա ինչն է տարբերությունը, որը պետք է հասկանալ։ Իսկ Ադրբեջանը, դուք հարցրեցիք Իսրայելի վերաբերմունքի մասին։ Միացյալ Նահանգների համար Ադրբեջանը տարածք է։ Իսրայելի համար դա աերոդրոմ էր, որովհետեւ պատրաստվելով պատերազմելու Իրանի դեմ, հիմնականում այդպես էր սկսվել Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը, որը հետո տնտեսական, քաղաքական աստառ ունեցավ նաև, բայց հիմա կարևոր է Միացյալ Նահանգների դերը, Իսրայելը պարզապես առաջնորդում է, դա չեմ կարծում, որ կտրուկ կվատարանան հարաբերությունները Իսրայելի եւ Ադրբեջանի հետ, բայց նրանք կորցնում են իրենց ռազմավարական նշանակությունը, իրենք մնալու են ավելի շատ մարտավարական։ Իմ հարցս նաև, այո, շնորհակալ եմ, որ պատասխանեցիք, հարցս նաև այն էր, թե դուք ասում եք Հայաստանի Հանրապետության նշանակությունն է Միացյալ Նահանգների համար փոխվում եւ աճում, եւ Իսրայելի համար, ես իմ հարցս դա էր, արդյոք նաև Իսրայելի համար, եւ այստեղ պետք է հարցնեմ, այդ դեպքում ինչով, որն է այդ դերը Հայաստանի, ինչ են տեսնում իդեմս Հայաստանի, Միացյալ Նահանգները եւ նույն Իսրայելը։ Եվ չեն տեսնում Ադրբեջանում, քանի որ մինչ այժմ կարծես թե Ադրբեջանն էր այդ կենտրոնական դերը կատարում, համենայն դեպս Իսրայելի համար։ Ես զերծ կմնամ ֆանտազիաներից եւ անպագորգոր բաներից, ես ընդհանրապես մեջ կբերեմ Իսրայելի պաշտոնական հայտարարությունները։ Սկզբից հիշեցնեմ, որ Իսրայելը երկու անգամ ամենաբարձր մակարդակով Նեթանյահուի եւ հետո արտգործնախարարության, մենք խոսել ենք ձեզ հետ այդ մասին, առաջարկություններ էր անում ճանաչելու ցեղասպանությունը հայոց, հետո սեպտեմբերի 21-ին ջերմ շնորհավորեցին Հայաստանի անկախության վերականգնումը եւ երկու դեպքում էլ, քանի որ մենք այդ մասին խոսում ենք, ես հիշեցնեմ, որ ես շատ զարմացած եւ զայրացած է, որ Երևանը Փաշինյանը կոնկրետ մեծամտորեն եւ անթույլատրելի ձևով մերժեց այդ հայտարարությունները, ասելով մեզ նման ճանաչումներ պետք չեն, մենք չենք ուզում լինել որևէ մեկի խամաչիկը, այսինքն նա հրաժարվեց փաստորեն երկու առաջարկից Իսրայելից եկող առաջարկներից մերձեցնել Հայաստանը եւ Իսրայելը։ Ինչու էր Իսրայելը հանկարծ հիշել։ Որովհետեւ Իսրայելը տեսնելով ինչ է կատարվում այդ Չարաբաստիկ թրիպի նախագծում, հասկացավ, որ Թուրքիան դառնում է Թուրան, կտրուկ ուժեղանում է եւ դա բոլորովին չէր համընկնում Իսրայելին նպատակների հետ։ Իսրայելը միանգամից հասկացավ, որ Իրանի հարցը լուծելով նա ստեղծեց իր գլխին մի մեծ նորախոյան եւ շատ արագ փորձեց Հայաստանի հետ հարաբերությունները լավացնել։ Քանի որ Երևանը դա մերժեց, հիմա ես անցնում եմ երկրորդ մեջբերմանը։ Տեսեք, մեկ ամիս առաջ մոտավորապես Նեթանյահուն հրավիրեց Հունաստանի եւ Կիպրոսի վարչապետներին եւ շատ կոնկրետ խոսեց, որ մենք հին հնավուրց ազգեր ենք, հույներս եւ հрьяաներս, ասում է Նեթանյահուն, եւ մենք միասին պետք է հակադրվենք այս տարածաշրջանում զավթիչ հանդիսացող Թուրքիայից եւ նրա աշխարհաքաղաքական նկրտումներին, այսինքն Թուրանին։ Այդ խոսքը չասվեց, բայց հասկանալի էր, որ խոսքն այդ մասին է եւ Իսրայելը շատ մեծ տագնապով է դիտում Թուրքիայի, Ադրբեջանի միջոցով դեպի միջին Արևելք եւ մինչեւ Չինաստան հասնող այդ նախագծին։ Եվ Հայաստանը այնտեղ հրավիրված էր, այնտեղ Հայաստանի համար աթոռ էր, որը Փաշինյանը չհասկացավ, որ նրա համար է, Հայաստանի համար է կներեք, եւ չընդունեց այդ առաջարկը։ Բայց ես ուշադրությունը բերում եմ նրան, որ Նեթանյահուն շատ անսովոր բան առաջադրեց խնդիր։ Մենք հին քաղաքակրթություններ ենք։ Այստեղ կա 4 հին քաղաքակրթություն։ Եթե հաշվենք հրեականը, Աստվածաշնչյան, Հունաստանի հնությունը ոչ ոք կասկածի տակ չէ դնում եւ մնում են եւս երկուսը՝ Իրանը եւ Հայաստանը։ Եվ ահա ինչու պատրաստվելով մերձեցմանը Իրանի հետ արդեն աշնան է Նեթանյահուն պատրաստում էր դա եւ բնականաբար այդ մասին տեղյակ էր նաեւ Թրամփը եւ Ռուբիոն եւ այլն։ Այսինքն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սկսեցին պատրաստել Իրանի հետ մերձեցում արդեն այն ժամանակ։
եւ այստեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի դերը կտրուկ իջնում է, նրանց արժեքը իջնում է, որովհետեւ նրանք դիտվում են Իսրայելի ու հետեւաբար նաեւ Միացյալ Նահանգների համար ոչ այնպես ինչպես կես տարի առաջ եւ Հայաստանի դերը կտրուկ բարձրանում է եւ ես այստեղ ընդհանրապես ավարտելով ընդգծեմ որ եթե տվյալ դեպքում Իսրայելի երևում է Միացյալ Նահանգները, ապա Հունաստանը երևում կանգնած է Եվրոպական միությունը։ Մենք այդ մասին էլ ենք խոսել, բայց հիմա այն ենթադրությունները, որ մենք ցես հետ անում ենք աշնանը դեկտեմբերին, հիմա մեր աչքի առաջ դա իրականություն է դառնում։ Ահա ինչու Միրզոյանին կանչել են Վաշինգտոն, ահա ինչու Նետանյահուն շարունակելու է փորձերը խոսել Հայաստանի մասին, աննախադեպ ջերմ հայտարարություններ Տիգրան Մեծին հիշատակելով անում էր Հայաստանում Իսրայելի դեսպանը, որը նստած է Թբիլիսիում, բայց դուք մենք շուտով կտեսնենք, որ այստեղ էլ է դեսպանատուն բացվելու եւ հարաբերությունները Իսրայելի, հետեւաբար նաեւ Ամերիկայի հետ Հայաստանի համար դառնալու են իսկապես ռազմավարական։ Այդ ամենը, ինչ դուք նկարագրում եք, ենթադրում է, որ Իրանում պետք է իսկապես փոփոխություն լինի, թե առանց այդ փոփոխության, ես նկատի ունեմ ռեժիմի փոփոխություն լինի, թե անգամ եթե այաթոլլաները, այսինքն իսլամական ուրեմն Իրանը շարունակի եւ շահի այդ վերադարձը մինչ հեղափոխական Իրանին տեղի չունենա, եւս Միացյալ Նահանգները շարունակելու են իրենց հարաբերությունները կառուցել Իրանի հետ այն դրամաբանության մեջ, որի մասին դուք խոսում եք։ Իմ կարծիքով ճիշտ է ձեր առաջին վարկածը։ Եթե Իրանում չփոխվեր կամ չփոխվի իրավիճակը, ոչ, մենք բացարձակապես նման շանս չենք ունենա եւ Հայաստանը կմնա թուրք-ադրբեջանական դաշինքի համար տարածք եւ Միացյալ Նահանգների համար դա բոլորովին անկարևոր մի մաս կմնա, որովհետեւ Թրամփը գնաց այդ ամեն ինչին Իսրայելի խնդրանքով դա իսրայելական նախագիծ էր եւ պատահական չէ որ Ամրանը ես այդ մասին խոսում է առաջինը այդ մասին խոսեց Թուրքիայի Միացյալ Նահանգների դեսպանը եւ նրա կապը Իսրայելի հետ իմիջիալոց ակնհայտ է հիմա այդ մասին չարժի խոսել այսօր բայց այդ նախագիծը այն ժամանակ արդիական էր կարևոր էր Եվ Հայաստանի համար դա անչափ անբարենպաստ էր։ Այսպես որ եթե Իրանում չփոխվի իրավիճակը, ռեժիմը, իշխանապողություն չլինի, ապա Հայաստանը կմնա ոչ թե գործոն, այլ գործիք, կմնա ոչ թե աշխարհի քաղաքական սուբյեկտ, այլ օբյեկտ, եւ մենք կորցնելու ենք մեր պետականությունը։ Իսկ այս բարագայում, եթե Իրանում, այսինքն գլխավոր նախապայմանը մեր իրավիճակի փոփոխման դա փոփոխությունն է Իրանում այո դուք նշեցիք ասացիք չարաբաստիկ թրիփի մասին խոսելով եւ ասացիք որ Իրանը Իսրայելը հասկացավ որ այստեղ Թուրանի հեռանկար է բացվում եւ դա ընդհանրապես Իսրայելի նպատակների հետ համահունչ չէ այստեղ հարց արդյոք դա համահունչ է Միացյալ Նահանգների նպատակներին գուցե սխալ ենք մենք ձեր բնորոշումը սխալ է չարաբաստիկ տրիպ ասելով Միացյալ Նահանգների շահերի եւ Հայաստանի շահերի համընկման տեսանկյունից ես մի անգամ եմ ուզում հիշել ընդգծել որ հասկանալի լինի տրիպը նախատեսվում էր որպես հակաիրանյան նախագիծ դրա նպատակներից մեկն էր ուժեղացնել թուրքական գործոնը տարածաշրջանում։ Հիմա երբ որ կտրուկ ուժեղանում է մեր աչքի առաջ իրանական գործոնը, երբ դրան աջակցում է Իսրայելը, Միացյալ Նահանգների համար իրավիճակը նույնպես կտրուկ փոխվում է։ Փոխվում է այն առումով, որ ավելի է կարևորվում ոչ թե թուրանական նախագիծը, որը առաջարկվում էր թուրքերի կողմից որպես այլընտրանք եւ որպես Իրանին զսպելու հզոր միջոց, որտեղ տրիպը պաստորեն կտրում էր Հայաստանի եւ Իրանի սահմանը տնտեսապես սկզբից, իսկ հետո նաեւ աշխարհագրորեն եւ հետո նաեւ քաղաքական առումով, այդ առումով մենք վերջանալու ենք որպես պետություն։ Ես դա օգոստոսի 9-ից ասում եմ
բարձրաձայն այդ թվում նաև ձեր եթերում։ Հիմա կրկնում եմ, իրավիճակը փոխվում է եւ թրիպը դառնում է ածանցյալ, երկրորդական, երրորդական։ Այդ մասին դեռևս կխոսեն, որովհետեւ սկզբունքորեն դա կարող է լինել, բայց դրա բովանդակությունը, իմաստը, նպատակը բացարձակապես փոխվում է։ Հիմա դա չպետք է որևէ բան չպետք է ուղղված լինի Իրանի դեմ։ Հիմա կարևորվում է վաղուց արդեն ստեղծված նախագիծը Հյուսիս-Հարավը, որի ջատագովներ Եվրամիությունը եւ այստեղ է, որ Հայաստանի շահը համընկնում է Արևմուտքի հետ ու նաեւ Միացյալ Նահանգների, որովհետեւ եթե հակադրվել Իրանին այլևս ամերիկացիների ու իսրայելցիների նպատակը չէ, ապա գալիս է այլ նպատակ, իսկ ինչպես օգնել Իրանին, ինչպես է Իրանը դուրս գալու արևմտյան շուկաներ, նախ եւ առաջ Հյուսիս-Հարավ ճանապարհով, որը վաղուց արդեն կառուցվում էր եւ որի կառուցման մեջ իմիջիալից Իրանը վաղուց արդեն ներգրավված է։ Շնորհակալ եմ, գովաստ հայտարարենք եթերում, վերադառնանք տաղավար եւ խոսենք եւ այն հարցին խնդրեմ պատասխանել, այդ ամենը նորից ինչ դուք նկարագրում եք, արվելու է եւ տեղի ունենալու այն բանից հետո, երբ Իրանում փոփոխություն է լինելու, այո։ Գովաստ եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Տիգրան Խզմալյանի հետ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ։ Պարոն Խզմալյան, նախընտրական գործընթացները Հայաստանում կարծես թե
շարունակում են ծավալվել եւ այս նախընտրական շրջանի հետ են կապում այդ Սոլովյովի հայտնի հայտարարությունը, թե դատելով նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում, այստեղ առանձին ես ուզում եմ մենք անդրադառնանք այդ իր ձևակերպմանը, իսկ ինչ է կատարվում Հայաստանում եւ այսպես դատելով նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում, Ռուսաստանը, որպեսզի չկորցնի Հայաստանը, որը կարևոր տարածքներ են եւ Հայաստանը եւ այդ կենտրոնական Ասիան, Ռուսաստանի համար պետք է հատուկ ռազմական օպերացիա անցկացնի Հայաստանի դեմ։ Սա իհարկե շատ վրդովվեցրեց բոլորին, բոլոր շերտերը արձագանքեցին, բայց ինչու են դիտարկում սա նախընտրական Հայաստանի տրամաբանության մեջ։ Տարբեր վարկածներ էին, թե ինչու դա ասաց, որովհետև Սոլովյովը անգամ ընդգծվեց, որ դա իր հաղորդման մեջ չէ, որտեղ նա ինչ ուզի կարող է ասել։ Սա կենտրոնական հեռուստատեսությամբ էր, որտեղ համաձայնեցված հայտարարություններ են արվում, ենթադրվեց, որ նա դրանով ուզում էր ասել, որ Փաշինյանը հակառուսական է եւ ազդեր, կներեք ես այդ վարկածը ներկայացնում եմ պարզապես որպես ներկայացնեմ վարկածներից մեկը, որպեսի ապացուցի, որ Փաշինյանը, այո, հակառուսական է եւ այն զանգվածը ընտրողների, որոնք դեպի Եվրոպա են ուզում գնալ, նրանք եւս Փաշինյանին իրենց ձայնը տան եւ Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա։ Փաշինյանը նորից հաղթի ընտրություններում, Փաշինյանը իհարկե կուսակցությունը։ Եվ այսպես ձեր դիտարկումը Միացյալ Նահանգներ, Եվրոպա, տեսեք ես արդեն արևմուտք ձևակերպումը չեմ օգտագործում, Ռուսաստան եւ Հայաստանում ընտրություններ, իշխանափոխություն լինելու է Հայաստանում, թե ոչ, Փաշինյանը կարողանալու է մնալ, ում է ձեռնտու, ում ոչ, որպեսզի Հայաստանում լինի իշխանափոխություն։ Մեծ հարց է, որը ունի եւ ներքին եւ արտաքին աստառներ։ Ես կհիշեցնեմ, որ Սոլովյովը այդ հայտարարությունն արել էր Վենեսուելայի եւ Իրանի հետ կապված։ Որտեղից է պետք սկսել այս դրվագի վերլուծությունը։ Բան այն է, որ իրավիճակը, որը ստեղծվում է հիմա մեր տարածաշրջանում Իրանի հետ կապված, ինչպես նաև Վենեսուելան, որը նույնպես կապված էր Իրանի հետ, պատահական չէ, որ այդ երկու պետությունները փաստորեն աշխարհի նավթի հիմնական պաշարների տերերն են, եւ հիմա փաստորեն այդ ամենը անցնում է արևմուտքի պայմանական, ավելի ճիշտ, ինչպես դուք ճիշտ եք նկատել, արևմուտք հասկացությունը վերջի ամիսներին Թրամփի շնորհիվ տրոհված է, բաժանված է Միացյալ Նահանգների վերահսկողության տակ եւ պետք է հիշել, հիմա չխոսենք, բայց այստեղ եւս մեկ խաղացող կա, որը անչափ կարեւոր է, որի անունը մենք չենք տվել դեռ, դա Չինաստանն է։ Պարզ է, որ ոչ թե Ռուսաստանի դեմ է այս ամենն ուղղված, այլ Չինաստանը, եւ Ռուսաստանը Ամերիկայի համար դիտվում է որպես Չինաստանի կցորդ։ Հետևաբար Ռուսաստանի կցորդները նույնպես դիտվում են այս տրամաբանության մեջ։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ Սոլովյովի, այդ խոճապը իստերիկան, որը բարձրացավ Հայաստանում, մի փոքր զավեշտալի ու ծիծաղելի, որովհետև Ռուսաստանը կարիք չունի զավթելու Հայաստանը։ Հայաստանը զավթված է։ Հայաստանի տնտեսությունը, քաղաքական դաշտը, տրանսպորտը, էներգետիկան, ֆինանսական մասը, մեր հանքերը, բանկերը, մամուլը, կուսակցությունների զգալի մասը, որ ես վաղուց արդեն անվանում եմ ռուսակցություններ, դրանք վերահսկվում են Ռուսաստանի կողմից։ Հեռուստատեսություններով H1-ից մինչև H2, մինչև 5-րդ կամ չգիտեմ 25-րդ ալիքները պրոռուսական են, այնտեղ ռուսական նարատիվներ են, այնտեղ ռուսական շահերն են ներկայացված եւ պետք է հիշել այստեղ մի բան, ես չեմ ուզում, որ մենք կղկղանքի բաները տարբերենք սորտերը, բայց հասկանալու համար տեսեք Ռուսաստանում հատուկ ծառայություններ, երբ որ մենք փորձում ենք քաղաքականություն մշակել, ինչպես դիմադրել այդ ռուսական ազդեցությանը, մենք հասկացանք, մեր վերլուծությունները բերեցին մեզ մի պարզ
եզրակացությանը։ Ռուսաստանում տարբեր խմբեր են աշխատում տարբեր երկրներում եւ օրինակ Հայաստանում FSB-ն, ԳՌՈ-ն եւ SVR-ը, այսինքն հետախուզությունը, հակահետախուզությունը եւ անվտանգության ծառայությունները ունեն տարբեր խմբեր, որոնք կցված են նրանց տարբեր գործիչների եւ այդ բյուջեները, որ նախատեսվում են Հայաստանում աշխատանք կատարելու համար։ Ինչ բյուջեներ են, ասենք Մայասանդուն 3 հայտարարեց, որ $300 միլիոն է հատկացված եղել Ռուսաստանից, Մոլդովայում ապակայունացնելու համար իրավիճակը։ Ես կարծում եմ, որ Հայաստանում նույնպես մոտավորապես $500 միլիոն չափ գումար է։ Եվ այդ գումարը կիսում են այդ մրցակիցները, չեկիստների տարբեր խմբերը։ Նրանց այստեղի հաճախորդները նույնպես մրցակցում են այդ փողերի համար։ Եվ այն, որ Հայաստանի կառավարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, մեր նախարարությունների զգալի մասը գտնվում են ռուսական ազդեցության տակ, որ ազգային ժողովում Ռուսաստանը ներկայացված է ավելի քան անհրաժեշտ է իրեն, դա այնքան ակնհայտ է, որ խոսել այդ մասին անգամ ծիծաղելի է։ Այդպես որ ես չեմ ուզում հիմա քննարկել Սոլովյովը ուզում էր օգնել Փաշինյանին։ Իմ հարցս ուրիշ էր։ Իմ հարցս ում է, ես չեմ ասում, չեմ դրանով ուզում ակնարկել, որ նրանք անմիջականորեն ազդելու են մեր ընտրողների որոշման վրա։ Դա այլ հարց է։ Ում է ձեռնտու, որպեսի Փաշինյանը մնա, ում է ձեռնտու, որպեսի Հայաստանում լինի իշխանափոխություն։ Ռուսաստանին ձեռնտու չէ, որ լինի իշխանափոխություն։ Պարզապես այստեղ խոսքը կրկնում եմ, գնում է այն մասին, որ այս խմբերից որ մեկն է լինելու առաջինը, որը երկրորդ։ Ռուսաստանին ձեռնտու է եւ ձեռնտու էր, որ մնա այս ազգային ժողովի, քանի որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, այս իշխող կուսակցության այս ձևաչափը։ Մարդիկ, ովքեր սկզբունքներ կամ գաղափարախոսություն չունեն, որոնք հայտարարում են, որ մենք գնում ենք դեպի հարուստ շուկաներ, կոպիտ ասած, ով մեզ կվճարի, նրա հետ էլ մենք կլինենք։ Դա ԿՊ-ի իշխող կուսակցության գրեթե պաշտոնական դիրքորոշումն է։ Ես կարող եմ 1000 օրինակներ բերել դրա, բայց ես առաջարկում եմ, որ մենք չհետևենք այս մեզ թելադրվող օրակարգին։ Մեր խնդիրը այլ է։ Իսկ ինչու է ստացվել այնպես, որ 5 տարի պատերազմից հետո 2020 թվականի կործանարար աղետալի պատերազմից հետո, որ Արցախի հայաթափումից 2 տարի, արդեն 3 տարի անց Հայաստանը որևէ բան չի ձեռնարկել, որպեսզի թույլատնի այդ կախվածությունը Ռուսաստանից։ Բոլորիս պարզ էր, չէ՞ որ եւ ՀԱՊԿ, եւ դրա հետևում կանգնած Ռուսաստանը, եւ ԵԱՏՄ-ի հետևում կանգնած Ռուսաստանը դավաճանել են Հայաստանին, որ օգտագործվում է Հայաստանը, որ զոհաբերվում է եւ ոչ առաջին անգամ, որ 100 տարի Ռուսաստանի քաղաքականությունը, ինչպես մենք որպես եվրոպական կուսակցություն, տասնամյակներ, երբ որ կուսակցություն էլ չէինք, եւ վերջի տարիները անընդհատ ասում ենք, որ 102-րդ բազան, դա ռումբ է, որը ներդրված է Հայաստանի տակ, որ FSB-ի զորքերը սահմանում, դա ռումբ է, որ հանքերը, բանկերը, որ պատկանում են Ռուսաստանին, դա ռումբ է Հայաստանի պետականության տակ։ Մեզ չէին լսում եւ հակառակն էին անում։ Փաշինյանը օրոք հնգապատկվեց ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ։ Հայաստանը ոչ միայն մնացել էր, այլ ավելացրել էր իր կախվածությունը Ռուսաստանից։ Ուստի մեր խնդիրը այլ է եւ մենք այդ հարցի պետք է պատասխանենք։ Ինչու Հայաստանը ոչինչ չի արել եւ չի անում, որ Սալավյով չեք ուզում նայել, անջատեիք հեռուստատեսությունները ռուսական։ Քանի տարի ենք մենք ասում, որ դա ռումբ է Հայաստան, դա զենք է Հայաստանի դեմ։ Էդ էլ չեք անում։ Եվրոպայից փող են խնդրել պաշտպանվելու ռուսական ազդեցությունից, հա, եւ այդ փողով ինչ են արել, գոնե ռուսական ալիքները անջատելու համար եվրոպական փողեր են պետք։ Ես կասեմ ձեզ ինչ են իրենք արել։ Հանրային հեռուստատեսության եթերում 3 անգամ հայտարարվել էր, որ Հայաստանի եվրոպական կուսակցությունը չպետք է լինի հանրային մեր տեսակետը, մեր գաղափարախոսությունը։ Ես անձամբ չպետք է լինեմ, անգամ հիշատակվեմ, անունս չպետք է տրվի։
Դրա համար են Եվրոպայից փող ուզում, որ եվրոպական գաղափարախոսությունը մերժեն։ Բարեբախտաբար, եւ վերադառնում եմ ձեր առաջին հարցին, Իրանում կատարվողը հիմա փոխելու է նաև դա, որովհետև Ռուսաստանը ինչ է հանկարծ հիշել Սոլովյովի շուրթերով Հայաստանի մասին, որովհետև իրենք կորցնում են Իրանը։ Իսկ Իրանը իրենց համար Մոսկվա, Թեհրան, Իսլամական Թեհրան եւ Չինաստան դա առանցք էր, դա եւ զենքի մատակարարող է, չէ՞, դա եւ նավթի մատակարարող է, դա ազդեցության մատակարարող է, դա ողջ միջին արևելքի վրա ռուսական ավանդական 50-ական թվականներից սկսված ազդեցության մատակարարն է։ Եվ հիմա այդ ամենը կորչում է եւ Ռուսաստանի համար Հայաստանը այստեղ վերջի կամուրջն է դեպի Իրան։ Ոչ միայն Միացյալ Նահանգների համար նոր կամուրջ դեպի Իրան, որը դեռ կառուցվելու է։ Այսինքն դա նույն կամուրջն է, որը մի կողմից օգտակար է հիմա Իսրայելի եւ Ամերիկայի համար դառնալու, իսկ Ռուսաստանի համար դա կորսված եւս մի հնարավորություն է։ Ահա ինչ է պետք անել։ Եվ ինչ է պետք անել, դա ակնհայտ է, պետք է օր առաջ դուրս գալ հապկից, այլ ոչ թե սառեցնել, ԵԱՏՄ-ից, պետք է գնալ դեպի արևմուտք։ Իրանն է գնում հիմա դեպի արևմուտք, մեր աչքի առաջ, ահավոր զոհերով։ Մենք այդ զոհերը տվել ենք եւ ինչ ենք արել։ Մենք տվել ենք այդ զոհերը, որ հիմա տալիս է Իրանը։ 88 թվականից Բաքվում, Սումգայիթում դա այդ համար էր այս զոհերը։ Արցախյան առաջի պատերազմի զոհերը, 44 օրյա եւ 40 օրյա պատերազմի զոհերը հանուն ինչի էին։ Հանուն Հայաստանի ապագաղութացմանը։ Հանուն նրա, որ Հայաստանը դառնա ազատ եւ անկախ երկիր, եվրոպական երկիր, օրենքի երկիր, արդարության երկիր, բայց ոչ մի բան չարվեց, այդ զոհերը մնում են անիմաստ այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ մնում են ռուսական, իսկ հիմա Փաշինյանի շնորհիվ դրան ավելացվել է նաև թուրքական եւ ադրբեջանական ազդեցությունը։ Ադրբեջանական բենզինն է գալիս, այլ ոչ թե Իրանից նավթ գալիս։ Ոչ թե Հնդկաստանից է ցորեն գալիս, այլ Ռուսաստանի, Ղազախստանից, էլի Ադրբեջանի միջոցով, ինչի համար, որ մենք էլ ավելի կախված լինենք Ռուսաստանից եւ Ադրբեջանից։ Ահա այն սարսափելի սխալ եւ հանցավոր քաղաքականությունն է, որը բերել է նրան, ինչի դեմ հիմա մենք նոտաներ ենք ուղարկում։ Դե հիմա ձեզ, այո, նոտաները Կապրկինի հետ կապված էր, դուք դա ակնարկեցիք, բայց հիմա ձեզ կհակաճառեն եւ կասեն դուք այս ինչ դուք ասում եք, այն պահին եք ասում, երբ Միրզոյանը Ռուբիոյի հետ հանդիպում է եւ Թրիփի հետ կապված առաջընթաց ենք արձանագրում։ Ինչու եք նսեմացնում, ինչու եք այդպես նվազեցնում Թրիփի նշանակությունը Հայաստանի համար։ Եվ հայ Միացյալ Նահանգներ, հայ-ամերիկյան հարաբերությունները ինչու եք նվազեցնում։ Ես ոչ մի բան չեմ նվազեցնում, ես ոչ էլ նվաստեցնում եմ որևէ բան։ Ես ընդհանրապես ասում եմ այն, ինչ մենք ասել ենք տարիներ շարունակ։ Դուք ասում եք ինչու Հայաստանը քայլ չի անում դեպի Եվրոմիություն, բայց հիմա ձեզ կասեն Հայաստանը քայլ է անում դեպի Միացյալ Նահանգներ։ Մինչև Իրանում չսկսվեց ապստամբությունը, Հայաստանը այդ Թրիփի միջոցով ոչնչացվում էր որպես պետություն եւ պետականություն։ Ես բազմիցս դա ասել եմ։ Հիմա Միացյալ Նահանգները փոխում են իրենց դիրքորոշումը, ոչ թե Թրիփի հանդեպ։ Թրիփը դա ընդհանրապես մի փոքրիկ մի հանգամանք է իրենց հսկայական աշխարհակաղակական քարտեզում, որի մասին իրենք Թրամփը չերել հիշի, ինչպես նա շփոթում էր, պատահական չի, որ Թրամփը Հայաստանը, Ադրբեջանը, մեկ Ալբանիայի, մեկ Կամբոջայի հետ է շփոթում եւ դժվարանում է հիշել Փաշինյանին, ու Փաշինյանը հատուկ գնում ասում է, ես Հայաստանի վարչապետ, ահա հիշում եմ, այնտեղան ես։ Ինչի, որովհետեւ Հայաստանը կարևոր չէր եւ Թրիփը չէր կարևորել։ Ամերիկան այդ Թրիփը 1000 տարի պետք չէր։ Դրա համար նա ինչ-որ մասնավոր ֆիրմա էր այստեղ ուղարկում, որովհետեւ Իսրայելը խնդրեց։ Հիմա Իսրայելին պետք չէ Թրիփը։ Հիմա Ամերիկային էլ պետք չէ։ Ամերիկային Հայաստանն է պետք, այլ ոչ թե Թրիփը։ Հայաստանը որպես երկիր, որպես դարպաս դեպի միջին արևելք, դեպի Պարսկաստան, եւ դա վաղուց էր պետք, եւ Ամերիկային
Հայաստանի անկախության պահից, ահա ինչու Ռուսաստանից հետո դեռ Ջեյմս Բեյքերը 92 թվականի այն ժամանակվա Մարկ Ռուբիոն, այն ժամանակվա պետքարտուղարը առաջի իր այցը Հայաստան է կատարել, որովհետև Հայաստանը Միացյալ Նահանգների համար 100 տարի շարունակ գլխավոր դաշնակիցն էր այս տարածաշրջանում։ Հետո Իրանը դարձավ։ Եվ Ամերիկան փորձում էր կառուցել այդ Հայաստան-Իրան կապը, կամուրջը։ Եվ Թրիպը դա ապացույց էր, որ մենք բացարձակապես կորցրեցինք նշանակությունը եւ դառնում ենք ընդամենը տրանզիտային գոտի Թուրքիայի համար։ Եվ հիմա է դա փոխվում։ Ահա ինչու Թրամփը այլևս չի շփոթի Հայաստանը։ Նա կսովորի եւ Սյունիքի անունը, եւ Զանգիզուրել չի ասի, Իրանի գործոնով է պայմանավորված։ Այո, Իրանի գործոնով, որովհետեւ Իրանը Հայաստանի հետ միասին, Վրաստանի հետ միասին դառնում են այն, ինչ պետք է լինեինք։ Հազարավոր տարիներ մենք դա էինք, Տիգրան Մեծի ժամանակից սկսած։ Եվրոպան դա շատ լավ հասկանում է։ Հիմա Իրանի փոփոխությունների հետ կապված դա հասկանալու է նաեւ Թրամփը։ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների փոխհարաբերությունները դուք կարծում եք գնալով խորանալու է ճեղքվածքը եւ այդտեղ լուրջ խնդիրներ Ինչ-որ պահին դա կանգնելու է իհարկե, Եվ Հայաստանի համար դա ինչ դե բոլոր երկրների իրենց խնդիրները կունենան, Հայաստանը ինչ խնդիրներ կունենա։ Հայաստանի համար չպետք է լինի ընտրություն կամ Միացյալ Նահանգներ կամ Եվրոմիություն, բայց եթե հանկարծ նման հարց ծագի, ապա իհարկե Հայաստանի համար շատ ավելի նախընտրելի է Եվրոպական միությունը, որտեղ կա քաղաքական նախագիծ, որտեղ կա արժեքների համակարգ եւ օրենքի ուժն է գործում, այլ ոչ թե ուժի օրենքը։ Թրամփը ժամանակավոր ջարդում է որոշ բաներ, բայց Միացյալ Նահանգները անխուսափելիորեն կվերադառնան դեպի այդ ընդհանուր եվրոպական արևմտյան նախագիծ եւ դրա ապացույցն է այն, որ Կանադայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, հարավային Կորեայի պես երկրները ձգտում են դեպի Եվրոպա, այլ ոչ թե դեպի Թրամփ։ Այդպես որ Թրամփի Ամերիկան դա ժամանակավոր է։ Ինքը լուծում է Չինաստանի հարցը, Ռուսաստանի հաշվին, բայց վերջի վերջո իրենք նորից հանդիպելու են։ Եվ Հայաստանը պետք է լինի ոչ թե էլի ինչ որ մի փոքրիկ նախագծի զոհը, որտեղ 20 թվականին հենց Թրամփն էր լռում պատերազմի ժամանակ։ Երբ որ մենք կործանվում էինք, որտեղ իրեն դա այլևս չէր հետաքրքրում։ Եվրոպան էր կռվում մեզ համար, փորձում էր, ու Ամերիկան, Ռուսաստանի, Չինաստանի հետ միասին չեզոքացրեցին դա։ Չպետք է կրկնել նույն սխալը։ Իհարկե մեր տեղն է Եվրամիությունը, եղել է եւ մնում է։ Շնորհակալ եմ, ես հեռախոսազանգ եմ ընդունում։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, Տիկին Արաքելյան, բարև ձեզ, պարոն Խզմալյան, ողջունում ձեզ հրավիրելիս։ Պարոն Խզմալյան, այդ հարցի վերաբերյալ Տիկին Արաքելյանի թե ինչու եք նշանակում Թրիպը, ես ձեզ հարց տամ, կա վարկած եւ համաձայն եք արդյոք դուք թե ոչ, որ կարծեք թե Հայաստանի իշխանություններին ստիպեցին, որ եւ լավ առումով, մեծ օգտակար առումով ստիպեցին, որ Ամերիկայի հետ այդ Թրիփանի, որտեղ դա նախնապես նախագծված էր որպես թուրք-ադրբեջանական նախագիծ, բայց կարծեք թե Թրամփը ամերիկան հասկանալով Հայաստանի կարևորությունը, այն դարձրին հայ-ամերիկյան։ Եվ նաեւ եթե դա այդպես է, համաձայն եք, որ եթե Փաշինյանը, ինչպես դուք եք ասում, շարունակի խաղեր տալ, շարունակի Ամերիկայի թշնամիների հետ Ռուսաստան, Չինաստան մերձենալ, ապա կարող է Միացյալ Նահանգները հիասթափվել եւ դա իսկապես կնշանակի Թրիպը եւ կարող է կորի Հայաստանի կարևորությունը։ Շնորհակալություն։ Եկեք նորից հարց տանք մեզ։ Ինչ կարևորություն ունի Թրիպը Միացյալ Նահանգների համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ պետք է բերեն կամ ստանան Թրիպով։ Մի հատ հասկանանք, այդ 42 կիլոմետրանոց ճանապարհով Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական, ռազմական, քաղաքական շահը ո՞րն է։ Այդ ամերիկյան ո՞ր արտադրանքն է, ասենք, Կարսից մինչև Նախիջևան կամ մինչև
Ադրբեջան-Բաքու գալու, որ Ամերիկան դրա համար պետք է որևէ բան Այստեղ երկու հարց է, քաղաքական պրոյեկտ է սա, թե տնտեսական պրոյեկտ է սա։ Կրկնում եմ, Ես սա- ներողություն եմ խնդրում, ես ABC TV հեռուստադիտողներին պետք է հրաժեշտ տամ, մեր եթերաժամը ավարտվեց, մի քանի վայրկյան հետո կանջատվի, բայց եթե շարունակությունը ուզում եք լսել, դիտել մեր հաղորդման, մեր ուղիղ եթերը շարունակեք հետևել ուղիղ եթերով։ Այո, կներեք, եւ այսպես, քաղաքական պրոյեկտ է TRIP-ը, թե տնտեսական։ Սա բացարձակապես քաղաքական պրոյեկտ էր, ավելին։ Դա թուրքական պրոյեկտ էր, որը հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ Իսրայելը համոզեց Միացյալ Նահանգներին այդ պահին օգնել եւ աջակցել Թուրքիայի այդ վաղեմի դեռ 91-92 թվականից փայփայված գաղափարին, դա Թուրգուտ Օզալի, Սուլեյման Դեմիրելի գաղափարն էր, որը հիմա շարունակում են անվանել Թուրան։ Դա ոչ այլ բան է, քան Թուրան, եւ Միացյալ Նահանգները ինչ որ պահին ականջ դրեցին եւ աջակցեցին այդ պրոյեկտին։ Հիմա բարեբախտաբար, եթե Իրանում ամեն ինչ գնա այնպես ինչպես որ գնում է հիմա, եթե Իրանը ազատագրվի, այդ պրոյեկտի իմաստը կորչելու է, դրա աշխարհակաղակական իմաստը կորչելու է։ Տնտեսականը դա միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից է։ Եթե Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում են պաշտպանել Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական շահերը, դա շատ հետաքրքիր կլինի։ Սիրելի հեռուստադիտող, դուք այլ հարց ունեք, որտեվ ես շարունակություն հարց ունեմ այս պատասխանին։ Այսպեսի հարց, շնորհակալություն Տիկին Արաքելյան, պարոն Խզմալյան, իսկ հնարավոր է, որ TRIP-ը կամ Հայաստանը կարևոր է ոչ թե տնտեսական առումով այդ ապրանքների, այլ որպես դարպաս, որպես ինչպես ասում են, փակելու, բացելու այդ գործիք Չինաստանի դեմ, որպեսզի Չինաստանը եւ նաեւ Իրանը եւ Ռուսաստանը չկարողանան օգտագործել այդ միջանցքը, այլ դա օգտագործվի Հայաստանի կողմից եւ Ամերիկայի կողմից, եթե երկուսը կարողանան դաշնակցել իրար հետ։ Ամբողջ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հիմա ուղղված է Չինաստանը թուլացնելու նպատակին, սակայն կրկնում եմ, Չինաստանը ունի բազմաթիվ եւ միշտ ուներ վտակներ իր տնտեսական կապերը զարգացնելու ծովայինից մինչև ցամաքային եւ Ռուսաստանի միջոցով եւ Ղազախստանի միջոցով, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանը Չինաստանի համար ընդհանրեն տարբերակներից մեկն էր, ոչ թե հիմնական, եւ փակել 40 դարպասներից մեկը դա չի նշանակում փակել ճանապարհը, սա մեկ։ Երկրորդը կրկնում եմ, այդ ինչ պետք է Հայաստանը բերի, ասենք Ադրբեջան կամ ստանա Ադրբեջանից, որ մենք դրա համար պետք է զիջենք փաստորեն ինչպես էլ անվանեք դա, բայց սուվերենության հարցը, որի մասին այդքան ցավոտ է խոսվում Երևանում եւ անգամ Ռուբիոն պատահական չէ, որ նշեց, որ սուվերենությունը չեք կորցնի։ Այո, հիմա չենք կորցնի։ Հիմա Ամերիկան թույլ չի տա դա անել, բայց եթե չլիներ Իրանի այս զարգացումները, մենք անխուսափելիորեն կորցնելու ենք մեր սուվերենությունը մեր հարավային սահմանի վերաբերյալ։ Եվ այն 20 կիլոմետրի 40-ից 20 կիլոմետրի վճարը, որը ամերիկյան ինչ-որ ֆիրման համատեղ մեզ կվճարեր, երբեք չէր կարողանա փոխհատուցել մեր պետականության կորստի վտանգը։ Այդպես որ TRIP-ը տնտեսական նշանակություն Հայաստանի համար նույնպես չունի։ Հայաստանի համար տնտեսական, քաղաքական, աշխարհակաղակական նշանակություն ունի հյուսիս-հարավ ճանապարհը, որը կապում է Եվրոպան սև ծովով, Իրանի, Հնդկաստանի եւ արաբական աշխարհի հետ։ Ես երկու հարց ունեմ ձեզ եմ շնորհակալ, երկու հարց ունեմ, մեկը այն է, որ շատերը հիշում են Պոլ Գոբլի ծրագիրը 90-ականների, որը կոչվում էր Մեղրիի ծրագիր, այսինքն ասում են այն ինչ հիմա TRIP է անվանվում, այն ճանապարհը, որը հիմա TRIP-ի անվան տակ է աշխատելու, դա նախատեսված էր դեռ Միացյալ Նահանգների ծրագիրն է, դուք ասում եք դա Թուրքիայի ծրագիրն է, բայց հիշեցնում են 90-ականների այդ ծրագիրը։ Ինչ կասեք այս հարցում, եւ երկրորդ հարցն էլ միանգամից տամ, գուցե շահկապված լինեն իրար հետ։ Ռուբիոյի վերադառնում եմ ամենաառաջին իմ հարցին, իմ մեջբերմանը ավելի շուտ Ռուբիոյի խոսքից Հայաստանը կդառնա տիպային օրինակ, թե ինչպես կարելի է բացել բարգավաճման համար։ Եվ այսպես Միացյալ Նահանգների ծրագիր էր արդյոք Մեղրու
ճանապարհը։ Իհարկե ոչ։ Ես ծանոթ եմ Պոլ Գոբլին, մենք նամակագրություն ունեինք ժամանակին, հիմա չեմ շփվում իր հետ։ Նա երրորդական կարգի, 4-րդ կարգի չինովնիկ էր։ Նա չէր կարող ներկայացնել Միացյալ Նահանգների շահերը կամ կարծիքը։ Եթե Միացյալ Նահանգները որոշեին այն ժամանակ անել դա, իրենք դա կանեին։ Դա տարբերակ էր եւ չմոռանանք, որ այդ տարբերակներից մեկն էր փոխանակել Արցախը Սյունիքի հետ, ամենայն դեպս այդ ճանապարհը, այո, եւ դա անընդունելի էր եւ Հայաստանի համար այն ժամանակ եւ ի վերջո նաեւ Միացյալ Նահանգների համար։ Դա որպես Արցախի հարցի լուծում եք դուք դիտարկում, թե Միացյալ Նահանգների շահերը սպասարկող Միացյալ Նահանգների ծրագիր մեղրի հետ կապված։ Տեսեք, Միացյալ Նահանգները շահ ունեին այդտեղ։ Ես մի փոքր հիշատակեցի 91-92 թվականին, երբ որ տապալվեց սովետական միությունը, Թուրքիան զգաց գոյաբանական վտանգ, որովհետև Թուրքիային օգնում էր արևմուտքը որպես խոչընդոտ սովետական ազդեցության դեմ։ Իրանը այլևս այդ խոչընդոտը չէր 91 թվականին եւ Թուրքիան հենց դա էր Թուրգուտ Օզալի եւ Սուլեյման Դեմիրելի, հետո նաեւ Թանսուչիլերի գաղափարը, որ եկեք մենք Ամերիկային ծախենք այն գաղափարը, որ թուրքական մոդելը պետք է աշխատի եւ Ադրբեջանի եւ Ղազախստանի, Թուրքմենստանի, Միջին Ասիայի երկրների համար եւ Բուշ ավագին դա առաջարկվում էր եւ դա շատ լուրջ քննարկվում էր։ Սուլեյման Դեմիրելը առաջարկում էր օրինակ հանուն դրա զավթել Հայաստանը եւ Բուշ ավագը դա գաղտնի նամակներ էին, որոնք հիմա դեկլասիֆիկացված են, այսինքն բացվել են եւ ես ունեմ այդ նամակների ֆոտոկոպիաները, ասում է Շուշիի գրավումից, ազատագրումից հետո հաջորդ իսկ օրը Բուշ ավագը գրում է հանկարծ Սուլեյման Դեմիրելին չփորձեք օգտագործել դա եւ չմտնեք Հայաստան, ինչպես նախատեսում եք։ 93 թվականին Թանսուչիլերը նորից փորձեց մտնել Աղդամի անկումից հետո օգտագործելով Ռուսաստանի խառնաշփոթը, դա խորհրդարանական ապստամբություն էր Խազբուլատը Ֆրուցկոյի եւ այդ օրերին թուրքական բանակ արդեն սկսեց կրակել եւ պատրաստում էր զավթում մտներ Սյունիքով դուրս գալ Լաչինով Արցախ մտներ եւ այդ դեպքում արդեն Կլինտոնի ադմինիստրացիան Սկրոուֆորդը կարծեմ դա էր ազգանունը ազգային անվտանգության խորհրդականի, ասաց, որ մենք մոտեցնելու ենք 6-րդ նավատորմը Ստամբուլին եւ կրակելու ենք, եթե դուք հարձակվեք։ Երբեք Միացյալ Նահանգները նման նպատակ չունեին, թե չէ իրենք չէին պաշտպանի Հայաստանը այդքան ժամանակ։ Իրենք թույլ չէին տա Հայաստանին առևտրական կապեր պահպանել Իրանի հետ, երբ որ Իրանին ամեն ինչ արգելված էր։ Միակ պետությունը, որը անարգել կարող էր տնտեսական կապեր շարունակել Իրանի հետ, դա Հայաստանն էր, Միացյալ Նահանգների թույլտվությամբ։ Այդպես որ ասել, որ Միացյալ Նահանգները դա ուզում են, դա պարզապես ծիծաղել է։ Իհարկե ոչ։ Եվ տիպային օրինակ, այդ ինչ տիպային օրինակի մասին է խոսքը։ Հենց այն է, որ այն ինչ առաջարկում են թուրքերը իրենց եւ Միջին Ասիայի երկրների համար, որի զոհը պետք է դառնար Հայաստան, եւ անխուսափելիորեն կդառնար։ Հիմա բացարձակապես փոխում է իր բովանդակությունը, որովհետեւ Իրանի հետ բացելով ճանապարհները, առևտուրը, իսկ Իրանը ահռելի մեծ շուկա է, որին Միացյալ Նահանգները եւ Եվրոպան պատրաստվում են վաճառել ամեն ինչ, ավտոմեքենաներից, տեխնոլոգիաներից մինչև օդանավերտը, միլիարդների եւ տրիլիոնների առևտուր է սկսվելու։ Եվ այդ առևտուրը massամբ զգալի մասով գնալու է Հայաստանի միջոցով, հյուսիս-հարավով։ Դրա համար է 10 տարի շարունակ Եվրոպան դա պատրաստել։ Եվ զոհաբերել դա հանուն այդ 20-40 կիլոմետրանոց տրիպի եւ զոհաբերել ամեն ինչ, դա պարզապես անմտություն է, դա կամ միամտություն է կամ չարամտություն։ Շնորհակալ եմ, պարոն Խուզմալյան։ Փաստորեն ստացվում է, որ շատ բան, ինչի մասին մենք խոսեցինք, կապված է այն իրավիճակի հետ, որը այսօր Իրանում է, թե ինչպես կհանգուցալուծվի այս խնդիրը, այո։ Ցավոք, այո, ցավոք ինչու, որովհետև Հայաստանը դադարել է լինել վերջի տարիներին քաղաքական գործիք, կներեք, քաղաքական գործոն եւ դառել է քաղաքական գործիք։ Մենք սուբյեկտ չենք, մենք օբյեկտ ենք եւ սպասում ենք, թե ինչ կլինի
Իրանում դա այդպես չպետք է լիներ։ Ահա ինչու էր Հայաստանի եվրոպական կուսակցությունը պնդում, որ մենք ընդունենք այդ Եվրամիության անդամակցության օրենքը, որ մենք դառնանք էլի գործոն, որ մենք Իրանի եւ Վրաստանի համար դառնանք օրինակ։ Իսկ հիմա մենք սառեցրեցինք ամեն ինչ եւ այս սառը ձմռանը նստած սպասում ենք, թե ինչպես հանգուցալուծվի այդ ողբերգական զարգացումները Իրանում։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաև ձեզ, որ մեզ հետ եք այս հարցազրույցի ընթացքում։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ էինք զրուցում։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։